նմաներ դոստի սավառել, հաշվի համարներ և այլ անձնական նույնացուցիչներ, կարող են հայտնվել գիզախնացապոնցների ձևում։ Ընկերները կարողանում են բացի քեզնից իրենք էլ անեն, դա շատ բարդ հմտություն է։ Հենց նոր տղաներին սովորեցրել է, ես հենց նոր ստեղծել եմ։ Գաղտնավարի ստեղծում, քանի որ նշվեց, որ 6 նիշ պարունակող գաղտնավարը ավելի հեշտ է մշակել, հանրային Wi-Fi-ներից չօգտվել, օգտագործել տարբեր գաղտնավարեր բոլոր սոցիալական կայքերի համար, չօգտվել պաշտպանված կայքերից, անձնական տվյալներ չօգտագործել գաղտնավարեր ստեղծելիս, ստուգել գաղտնավարը նախքան սոցիալական կայքում գրանցելը, ինչպես Վիկան նշեց, այդ կայքերով Telegram-յան հատիկով, թարմացրու, եթե ուզում ես անվտանգ լինել, խուսափել 1, 2, 3, 4, 5, 6 և նոր գաղտնավարերից, երկուներին նույնականացում օգտագործել։ Արձանագրելու են այդ սենյակում գտնվող մասնակիցները։ Ես ներսանգերիքում եմ, հավետանքների պաշտպանության անձնական տվյալները և որևէ գործառույթ իրականացնելիս և ընդհանրապես նաև լուսանկարները տարածելու հետ կապված և իրականում ես համոզվում ցանկանում նշել, որ երեխաների այս հետաքրքրվածությունը շատ կարևոր է այս փուլում, որտեղ երեխաները շատ կարևոր է իրենց փոքրուց հասկանան, թե որն է իրենց ինչ է ընդհանրապես անձնական տվյալը և ինչպես պետք է այն պաշտպանեն և ինչ գործողություններից պետք է ձեռնարկել։ Լինելով պետական մարմին, իրականում քանի որ արդարադատության նախարարության կազմում են գործում առանձնացված ստորաբաժանում ենք արդարադատության նախարարության, մեր որոշումները այդ ընթացակարգով բողոքարկման ենթակա չեն, են դատական կարգով։ Եթե որևէ մեկը ֆիզիկական անձի, պետական մարմինների դժգոհ այդ որոշումից համաձայն չի, պիտի տանի դատարանում վիճարկի։ Սա նաև մարմնի կշռի շրջանակապատասխան բարձրացում իր անկախության երաշխիքներն ապահովում։ Ողջույն, մենք 11 դպրոցի սովորողներն ենք։ Այսօր մենք եկել ենք Microsoft իննովացիոն կենտրոն։
աշակերտներ այսօր մեկ հյուր ելել են, դες համար շատ հետաքրքիր դասախոսություն է պատրաստել կախվածությունների վերաբերյալ։ Փոքրիկ նմուշներ կտանք, որտեղ կարող եք ծանոթանալ ու տեսնել, թե ոնց պիտի ճիշտ օգտագործել հրաշքների ճիշտ օգտվել, անցած դպրոցում խոսեցինք, ասեցինք, որ էջերն առաջինը պիտի փակ լինի, որ ուրիշի մեկնաբանությունները ոնց որ մեզ չվնասի։ Ըստեղ մենք կիբերանվտանգության շաբաթ ենք հայտարարել մեր դպրոցում ու ծրագիր ենք իրականացնում։ Ուզում ես ձեզ տամ, հետո կփոխանցեք իրար ու ծանոթանանք, հա։ Ուզում ներկայացնել կիբերանվտանգ ամսվա շրջանակներում մի զեկույցը առավել ապահով և անվտանգ համացանցից օգտվելու կանոնները։ Թվային անվտանգության հարցերում։ Կիբերհերոսը գիտի Օրինակ։ Բարև ձեզ, ես Արմեն եմ, 11-ի հումանիտար 2 դասարանից։ Այսօր ես ձեզ կներկայացնեմ թվային աշխարհի գաղտնիքները թեման։ Ողջույն, ես Մարգարիտան եմ, այսօր ես ներկայացնելու եմ առավել ապահով և անվտանգ թվային միջավայր երեխաների համար։